Աստվածային օրհնությունը ժամանակ տարածություն չի ճանաչում։ Երբ որ Աստված ստեղծեց աշխարհը, օրհնեց արարչությունը։ Տեսեք, Աստծո գործը մեկ է, բայց երկու իմաստ, երկու նպատակ ունի։ Աստված արարիչ է եւ Աստված պահպանիչ է։ Աստված ոչ միայն արարել է, այլ նաեւ պահպանում է աշխարհը, այլ նաեւ նախախնամում է աշխարհը։ Հարատևությունն է ապահովում արարչության։ Իհարկե մարդու եւ սատանայի պատճառով ցավոք սրտի աշխարհը որոշակի իր բուն արարչությունից շեղում ունեցավ, բայց եւ այնպես, քանի որ աշխարհի Տերը արարիչն Աստված է, ուստի այս աստվածային օրհնությունը աշխարհի վրա ի սկզբանե որ եղել է շարունակվում է։ Իհարկե երբ որ Ադամը մեղք գործեց, ինչ տեղի ունեցավ։ Աստված անիծեց աշխարհը Ադամի արածի պատճառով։ Ինչ անեծք էր։ Առաջինը Ադամին ասաց. երեսի քրտինքով հաց ուտես։ Հողը թող քեզ փուշ ու տատասկ բուսցնի, մշակես, բայց փուշ ու տատասկ բուսցնի։ Այն հողից, որից ստեղծվել էր, նույն հողին էլ կդառնաս։ Հողեր հող կդառնաս։ Եվ այն ինչ անեծք եղավ։ Եվ այն անեծք եղավ։ Երկունքի ցավերով զավակ ունենաս։ Թշնամություն պետք է դնեմ քո եւ այդ օծի միջև։ Օծին որովայնիդ վրա սողաս եւ հող ուտես։ Հիմա այս ամբողջը Քրիստոսով փոխվեց։ Մեր Տերը մեր փոխարեն ընդունեց իր սահմանած պատիժը։ Ասել էր Ադամին. հողեր հող դառնաս։ Ինքը եկավ հողեղեն մարմին առավ մեր Տերը Հիսուս Քրիստոս եւ դրվեց գերեզման, ինչպես Ադամը հող էր, հող դարձավ, դրվեց գերեզման, այնպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս իր սահմանած անեծքը իր վրա վերցրեց, հողեղեն մարմին առավ եւ Ադամի անեծքը վերացրեց եւ օրհնություն բաշխեց։ Այսինքն ի սկզբանե աստվածային օրհնությունը Ադամի պատճառով մի պահ խախտվեց, բայց Քրիստոսով վերանորոգվեց, վերականգնվեց։ Քրիստոս սրբագրեց Ադամի սխալը։ Այդ պատճառով Քրիստոսին կոչում են երկրորդ Ադամ։ Սուրբ Աստվածածնին էլ Եվայի սխալը սրբագրեց։ Եվային ինչ էր ասվել. երկունքի ցավերով երեխա ունենաս։ Իրականում Եվան տրախտում Քրիստոսի նման Սուրբ Հոգուց զավակներ պետք է ունենար։ Հա? Քրիստոս ինչպես ծնվեց Սուրբ Աստվածածնից, Սուրբ Հոգուց ծնվեց։ Ոչ թե երկունքի ցավերով երեխա պետք է ունենար, այլ բերկրանքով, ուրախությամբ պետք է զավակներ ծներ։ Քրիստոսի նման Սուրբ Հոգուց պետք է ծներ։ Բայց ցավոք սրտի առաջին պատիժը, առաջին ցավը, առաջին երկունքը Եվան ունեցավ։ Կայենին, հետո Աբելին։ Եվ վերջո ավարտչի պատիժը առաջին ծանր հարվածը Եվան ու Ադամը ընդունեցին, որտեվ Կայենը Աբելին սպանեց։ Իսկ Սուրբ Աստվածածինը Մարիամը այս երկունքի ցավերի անեծքը վերացրեց, որովհետև Սուրբ Հոգուց ծնեց Հիսուսին։ Հրեշտակն ինչ էր ասում. ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է։ Տեսեք, ավետիսը օրհնությունը Եվայի անեծքի փոխարեն։ Եվ դուք գիտեք, որ Սուրբ Աստվածածինը Հիսուսին ծնել է Բեթխեհեմի քարայրում, որտեղ գտնվում էին Եվայի նշխարները։ Եվան այնտեղ է թաղված։ Բեթխեհեմում Եվայի գերեզմանն է։ Իսկ Քրիստոս խաչվել է Գողգոթայում։ Իսկ Գողգոթայում ինչ է նշանակում է գագաթան։ Ադամի նշխարներն են այնտեղ։ Սա ինչ է խորհրդանշում, որ Հիսուսի ծննդյամբ Եվայի երկունքի ցավերի անեծքը վերացեց,
օրհնություն բաշխվեց, իսկ Հիսուսի խաչելությամբ Ադամի անեծքը վերացավ, անացքը վերացավ եւ օրհնություն եղավ։ Հիմա մենք Քրիստոսով արդեն անեծքի տակ չենք, այլ Քրիստոսով մենք ազատագրված ենք անեծքից, եթե մենք մնանք Տիրոջ օրհնության մեջ, հա։ Մենք նոր ուխտի զավակներ ենք, Քրիստոսի արյամբ ենք գնված, մենք մեզ չենք պատկանում, այլ Քրիստոսի պատվական արյան կինն ենք եւ պետք է մնանք այս օրհնության մեջ, որը այլևս հավիտենական է։ Ուրեմն մի պահ Աստվածային արարչական օրհնությունը ընդհատվեց Ադամի դրախտից վտարվելուց մինչև Քրիստոսի փրկagorցությունը, ծնունդը, խաչելություն, թաղումը, հարությունը, բայց Քրիստոսով վերանորոգվեց եւ այժմ մարդկությունը ամբողջ օրհնության մեջ է, եթե մնա այդ օրհնության մեջ։ Ամեն։